մոտ 60% ավելի քիչ հայցեր ունենք այդ վեճերով մուտքագրված դատարաններ, քան ունեցել ենք նախկինում։ Եվ այս թվերը թույլ են տալիս մեզ եզրակացնելու, որ ապագայում այդ գործերի ցանկը, քանակը եւս կրճատվելու է։ Իհարկե խիստ ցանկալի կլինի, որ մոտենա 100-ի, բայց մենք չենք առաջնորդվում այդ կանխավարկածով, ամեն դեպքում ցուցանիշները ավելի քան դրական են եւ հույս ունենք, որ աշխատանքային վեճերով եւս կապահովենք արդյունքում դրական ցուցանիշներ։ Իհարկե ամենամեծ խնդիրը դեռևս մեզ համար մնում է վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը եւ մեր նպատակներից շատերը վերաբերում են վարչական վարույթների արտադատական կարգով լուծմանը, այսինքն այդ վեճերի արտադատական կարգով լուծմանը։ Իհարկե այստեղ նաև քննարկման կարիք ունենք այն առումով, որ նոր մարմնի, օրինակ միջգերատեսչական մարմնի ստեղծման հնարավորությունները այս սահմանադրության համատեքստում սահմանափակ են, քանի որ գուցե եւ վիճարկվի նոր մարմնի սահմանադրականությունը, բայց մենք շարունակում ենք լուծումներ փնտրել։ Ամեն դեպքում նոր սահմանադրության նախագծում հստակ նախատեսված է վեճերի արտադատական լուծման հնարավորությունը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք դեռ աշխատելու շատ բան ունենք։ Մարդու իրավունքների համատեքստում շեշտադրումները խտրականության դեմ պայքարն է, խոշտանգումների դեմ պայքարը, նաև մեզ ենթակա մարմինների համատեքստում պատժի կրման պայմանների վերանայումը, նաև կարգապահական պատասխանատվությունների նվազումը, իրական մենք շատ հավակնոտ եւ չափելի արդյունքային ցուցիչներ ենք փորձում սահմանել, որոնք որ դժվար է հաղթահարելը պրակտիկայում, բայց ամեն դեպքում պետք է այսպես առաջ կշարժվենք, օրինակ նախատեսում ենք, որ կարգապահական տուժերը օրինակ X%-ով 30 կամ 40%-ով կնվազեն, բայց դրա համար մեծ աշխատանք է պետք անել, այսինքն ոչ թե դրանք ուղղակի չեն գրանցվի, այլ ուղղակի այնքան կսահմանափակվի օրինակ արգելված իրերի մուտքը քրեակատորական հիմնարկ, որ ինքնըստինքյան արգելված իր ունենալու հետ կապված տուժերի քանակը կկրճատվի։ Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նաև արդյունավետ դատաքննությունը մեր ուշադրության կենտրոնում է շարունակելու մնալ, սա կարելի է ապահովել մի շարք գործոններով եւ մեկ կամ միակ գործողություն կատարելը բանալին չէ այս խնդրի լուծման։ Իհարկե պետք է վերանայենք դատավորների եւ իրավապահ համակարգի բարեվարկության ստուգման մեխանիզմները, որպեսզի նաև առաջխաղացումը տեղի ունենա այն պարագայում, երբ միանշանակ դրական բնութագիր ունի տվյալ պաշտոնատար անձը եւ իհարկե պետք է շարունակեն կատարելագործել բարեվարկության ստուգման մեխանիզմները։ Մենք նաև ընդհանուր պետական ապարատում բարեվարկության ստուգման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեխանիզմները պետք է կատարելագործենք, այստեղ էլ ենք փորձել նախանշել թվային արդյունքային ցուցիչներ, օրինակ մինչև 2033 թվականը նվազեցնել բարեվարկության համակարգի խախտումների գրանցված դեպքերի թիվը 50%-ով։ Առաջին հայացքից շատ դժվար կատարվող, կարելի ասել, ցուցիչ է, բայց ամեն դեպքում մեր պատկերացմամբ հստակ չափելի ցուցիչներով պետք է առաջ շարժվենք։ Հաջորդը, ես որ ասացի, իրավապահ համակարգի բարեփոխման համատեքստը մեզ համար շատ կարևոր է, կրկին նկատի ունեի արդյունքային կոնկրետ ցուցիչներ, օրինակ հիմա ունենք սահմանված հետևյալը 2033 թվականին ավելացնել կոռուպցիոն գործով կայացված եզրափակիչ դատական ակտերի հարաբերակցությունը հարուցված վարույթների նկատմամբ 60%-ով։ Այսպիսի թվական ցուցիչների մասին է խոսքը։ Իհարկե այս ցուցիչների հիմքում ընկած է ուսումնասիրություն եւ դեռևս ուսումնասիրությունը ընթացիկ փուլում է եւ մենք մեր գործընկերների հետ քննարկումների կարիք դեռևս զգում ենք, բայց ամեն դեպքում ուզում եմ, որ պատկերացնեք մեր տեսլականը, մեր պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի ռազմավարությունը։
Օրինակ, ամրապնդել ազդարների պաշտպանության համակարգը դիմումների թիվը ավելացնելով 30%-ով, բարձրացնել գործարար միջավայրի թափանցիկությունը գնումների 90%-ից ավել հրապարակում, OCDS ձևաչափով, իրական շահառուների տվյալների 90% ամբողջականություն, մասնավոր ոլորտում 80% հակակոռուպցիոն համապատասխանություն եւ այլն։ Այսինքն մեր սահմանվելիք նպատակները գրեթե ամբողջությամբ այնքանով որքանով որ հնարավոր է դրանք դարձնել չափելի, ըստ էության լինելու են չափելի։ Բայց ուզում եմ նշել նաեւ, որ այնինչ ես այսօր ասացի, իրականում նախնական է, որովհետև դեռևս գտնում ենք քննարկումների փուլում, բայց մեզ համար կարևոր է, որ այս փուլից ապահովենք նաև ներառականությունը գործընթացի եւ ձեր մասնակցությունը այս process-ին եւ հետեւաբար խիստ ողջունելի կլինի, եթե նաև դուք ձեր կողմից ներկայացնեք առաջարկներ, որպեսզի մենք հաջորդիվ նաև այս ֆորմատով նիստերի ընթացքում հնարավորություն ունենանք դրանք քննարկելու եւ նպատակահարմարության տեսանկյունից դրանք գնահատելու եւ որոշելու դրանց ռազմավարության շրջանակներում զետեղման հնարավորությունը։ Այսքանը շատ հակիրճ, ես առաջարկում եմ առաջարժվենք հարց ու պատասխանի կամ դիրքորոշումների ներկայացման ձևաչափով, խնդրեմ Համոց։ Շնորհակալություն շատ ներկայացման համար։ Ես ուզում եի մի բան երկու հարց ունեմ իրականում, մեկը ուզում եի ճշտել փոխվարչապետի լիազորության ներքո գործող նաև առանձին խմբեր են ձևավորվել, կոնկրետ 6 մեծ ռազմավարությունները մշակելու մասով, բայց այդ մասով մոտ 2 ամիսա ոչ մի հետադարձ կապ չկա, այդ թվում նաև արդարադատության ոլորտի ռազմավարության մասով։ Մի հարցս դա է, այդ հարթակը նաև ոնց է լինելու, երևի հարցերս հղեմ ոնց որ մի քանիսը, մյուսը խտրականության օրենքի մասով կարող ենք ինչ-որ ժամկետ գոնե մատնանշել, թե երբ այնուամենայնիվ կունենանք այդ օրենքը եւ նաեւ խոսեցիք արտադատական մարմինների մասով, այդտեղ էլ ունենք հավասարության մարմին, որը կարող է բավականին լավ խտրականության դեպքերին արձագանքել ու այդ մարմնի լիազորությունների մասով ինչ քննարկումներ են գնում տվյալ պարագայում մարդու իրավունքների պաշտպանի լիազորելու մասով եւ երրորդ հարցս կամ խնդրանքը ավելի տեքստը կիսվելու մասով է, երբ կարող ենք ունենալ հասանելիություն հենց ռազմավարությանը, գոնե այս դրաֆտին, որ նաեւ այդ ձև տեսնենք, մերսի։ Շնորհակալություն, իրականում փոխվարչապետի համակարգմամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ ես մեկնաբանություն չեմ կարող անել։ Ես ենթադրում եմ, չեմ ենթադրում, գիտեմ, որ X պահից, երբ որ լինի շրջանակը պարզ եւ պատրաստ լինենք հրապարակելու տեքստը, անպայման ներառականությունը ապահովելու է հասարակական կազմակերպությունների եւ ոլորտի փորձագետների հետ։ Բայց այս շրջանակներում ինչու ենք ընտրել այս թեման, որ դա սկսենք ապահովել կամ փորձենք ապահովել։ Այսինքն թեպետև հիմա մենք չենք կիսել տեքստը ձեզ հետ, որովհետև իրականում չունեմ թաքցնելու որևէ բան, այդ տեքստը պատրաստ չէ վերջնական, որովհետև քննարկումները անդադ ընթանում են։ Ամեն դեպքում այս պահից սկսած մենք հնարավոր եւ ցանկալի համարեցինք, որպեսզի ինչ որ առումով ձեզ հետ տեղեկատվություն փոխանակենք եւ նաեւ ստանանք ձեր կողմից առաջարկներ։ Հետո արդեն պատրաստի տեքստի վրա իհարկե միասին կաշխատենք եւ այս ձևաչափով եւ վստահաբար նաեւ փոխվարչապետի գրասենյակի կողմից այդ աշխատանքը կուղղորդվի այլ ծավալով եւ այլ տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է խտրականության մասին օրենքին, օրենքի նախագիծը 2 անգամ վերջերս քննարկվել է նախարարական կոմիտեում եւ դուրս է եկել կոմիտեի, որովհետեւ հատկապես մարդու իրավունքների պաշտպան լիազորությունների մասով հարցեր է բարձրացրել նաև հենց փոխվարչապետը եւ մենք որպես նախագիծը մշակող մարմին իրականում չենք ուզեցել որոշ լիազորություններ սակարկել կամ զիջել։ Մեր կարծիքով մարդու իրավունքների պաշտպանի վերապահված լիազորությունների շրջանակը պետք է հստակ լինի եւ նաեւ ինչ որ առնով արդարության տարեր պարունակի եւ պաշտպանության մեխանիզմները ուղղակի ձևական բնույթ չկրեն, այսինքն կոնկրետ դեպքերով, կոնկրետ
ելք ակնկալվի, որը հենց նախանշված է օրենքի նախագծում, եւ մենք այդ տրամաբանությամբ էլ առաջ ենք շարժվելու։ Կոնկրետ ժամկետ ցավոք սրտի նշել չեմ կարող, որովհետեւ մեզանից որպես գերատեսչություն այդքան կախված չէ եւ մենք կոլեգիալ որոշման կայացման կարիք ենք զգում։ Կարծում եմ, որ այս ընտրական process-ների ամփոփումից հետո արդեն իրականում մենք մեր ամենօրյա աշխատանքին ենք անցել, կրկին հնարավորություն կունենանք մտցնել դա օրակարգ նախարարական կոմիտեի նիստերի։ Կարծում եմ մյուս հարցին էլ պատասխանեցի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մասով։ Լսում եմ ձեզ։ Արգելտիկի նախարար, ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացրած հանձնաժողովների, այսպես ասած, մոտեցումը համատեղ ջանքերով կարողացանք հաղթահարել, շնորհակալություն։ Դա այսպես կոչված մասնավոր եւ պետական համակարգի աշխատանքի հետաքրքիր արդյունք էր։ Ուրեմն ես ուզում եմ մի բան ասել, իմ կարծիքով պետք է խրախուսել ինչ որ ձևով իրավաբանական մասնավոր պրակտիկայի աշխատանքը, որովհետև դատական համակարգի ընդհանրապես վեճերի առկայությունը պայմանավորված է կողմերի իրավական գիտելիքի, իմ կարծիքով, ոչ բավարար մակարդակով։ Ինչու եմ ասում, որովհետև հարցը փաստաբանական կոնկրետ դատական պաշտպանության մասին չի, որովհետև սովորաբար փաստաբանի դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն որոշել են կամ երբ որ արդեն դատարանում վեճ կա։ Բայց տնտեսության մեջ մասնավորապես վեճը, դատական վեճը ամենաճիշտ ճանապարհը չի, որովհետև դա խաթարում է աշխատանքը։ Ես չեմ կարող ասել ինչպես, բայց ինչ որ մի հատ օրինակ ռազմավարության մեջ որպես գաղափար մասնավոր պրակտիկայի դերի բարձրացում պետք է կարևոր լինի։ Սա մեկ, երկրորդը դուք նշեցիք վարչական դատարանների ծանրաբեռնվածության մասին, ես դասեմ, որ այդտեղ կարծում եմ մեր մասնավոր պրակտիկայից եմ ելնում, շատ կարևոր է պետական ապարատի աշխատանքի բովանդակությունը, որովհետև դրանից է բխում վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, մասնավորապես տեսչական մարմինները շատ հաճախ հարցադրումները, որ բերում են, իմ կարծիքով անհրաժեշտություն կա այդ մարմինների աշխատանքի նկատմամբ պահանջի ճիշտ ձևավորման, ես նկատի ունեմ պետության կողմից տեսչական մարմինների նկատմամբ պահանջի ճիշտ ձևավորման մասին է խոսքը, որովհետև չի կարող տեսչական մարմինը ասել, գիտես ինչ ես գրում եմ, ես հենց եմ հասկանում, գնա դատարան։ Չի կարելի այդ բանը թույլ տալ, որովհետև օրինակ լիցենզավորման մասին օրենքը մենք ընդունել ենք 90-ական թվականների սկզբին, դրանում պարունակվող բազմաթիվ կետեր չեն համապատասխանում այսօրվա մեր տնտեսական ազատության մակարդակին ու դրա անհրաժեշտությանը, հետևաբար առաջանում են վեճեր, որովհետև դրանք բավական լուրջ թվեր են եւ բավական լուրջ սահմանափակումներ են տնտեսվարողների համար ու լուծումը չի գտնվում։ Այսօր դատարաններում կան բազմաթիվ վեճեր դրա վերաբերյալ եւ այդ դրա լուծումները պետք է կարողանանք գտնել եւ երկրորդ նորից եմ կրկնում տեսչական մարմինների աշխատանքը պետք է կարողանալ իմ կարծիքով պետք է կարողանալ ուղղել ոչ թե ի օգուտ պետական ապարատի, այլ ի օգուտ տնտեսվարողի կամ ի օգուտ այն անձանց, ում համար պետությունը ընդհանրապես գոյություն ունի։ Այսքանը, քանի որ ռազմավարության մասին է խոսքը, կուզեի որպես այսպես կոչված սկզբունքներ արձանագրվեին, հետո մի կետ էլ կա հենց սրա վերաբերյալ, օրինակ մենք ունեինք ստուգումների մասին օրենք, ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենք, մասնավորապես հարկային օրենսգրքի մեջ պարունակելով ստուգումների դրույթներ, սահմանվեց, որ ստուգումների մասին օրենքը դրան չի վերաբերվում։ Բայց մենք ընդեղ ունեինք տնտեսվարող սուբյեկտի կամ ստուգվող սուբյեկտի իրավունքների մի ամբողջ բլոկ։ Այդ բլոկը հիմա հարկային օրենսգրքից բացակայում է։ Մենք կարող ենք ասել, որ գիտեք, դա կարգավորվում է վարչարարության հիմունքների մասին օրենքով, բայց ներեցեք, այդ դեպքում կոդիֆիկացիայի իմաստը որն էր, որ մենք տարանջատեցինք եւ ավելի դիպուկ չեն կարգավորվում սրանք։ Եվ վերջին կետը, որ կուզեի անդրադառնալ,
պետական մարմինը կամ տեսչական մարմինը եթե ունի ստուգման ակտ, դրա հիման վրա ունենք վարչական վարույթներ, ընդհանրապես պետական մարմինները չեն քննարկում հաշտության կամ վեճերի լուծման այդ տարբերակներ, սրանք էլ պետք է ուշադիր լինեն, որովհետև օրինակ առաջին ատյանի դատարանը վարչական որոշում է ի օգուտ տնտեսվարող սուբյեկտի, պարտադիր պետք է բողոքարկումներ անցնեն, իսկ դրանք տևում են տարիներ։ Հարցը մնում է արկախված թե պետության համար, թե տնտեսվարողի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վարչարության որակի բարձրացումը առհասարակ կարելի է սահմանել որպես նպատակ, ինչու, որովհետև մենք էլ ենք տեսնում հստակ խնդիրներ բոլոր ոլորտներում։ Այսինքն արդյունավետ վարչարություն կարելի է ասել շատ քիչ դեպքերում մենք ունենք, եւ դա է պատճառը, որ վարչական դատարանը նաեւ այդ չափ ծանրաբեռնված է։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի գործարկումը մեզ հնարավորություն տվեց նաև վիճակագրական տվյալները ճշգրիտ վերլուծել եւ մենք այդպես հասկացանք, թե որ օղակում ամենամեծ խնդիրը ունենք եւ օբյեկտիվորեն այդ թվերը ցույց են տալիս, որ ամենաշատը օրինակ վարչական դատարանները ծանրաբեռնվում է ճանապարհային ոստիկանության կամ պարեկային ծառայության հիմա արդեն կայացված ակտերի բողոքարկման արդյունքում, ինչու եմ ասում սա օբյեկտիվ է, որովհետև իրականում մեր երկրում ամենաշատ վարչարությունը հենց իրանք են իրականացնում, այսինքն ծավալային առումով իրենք են մարմինն են, որոնք ամենաշատ ակտերն են կայացնում եւ օբյեկտիվորեն այդ ակտերը ամենաշատն են բողոքարկվում դատարաններում եւ մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք այս հարցի շուրջ, որպեսզի կարողանանք վարչարության որակը բարելավել եւ վերադասության կարգով բողոքարկումները հասցնել այն կետին, որ դրանք լինեն այնքան արդյունավետ, որ արդյունքում չծանրաբեռնեն վարչական դատարանը։ Նույնն էլ տեսչական մարմինների մասով կարող եմ ասել։ Մինչ այս պահը մենք արդեն ընդունել ենք օրենսդրական կարգավորումներ, որոնք նվազեցնում են ոչ արդյունավետ վարչարության իրականացման հնարավորությունները։ Օրինակ, մինչև 300,000 դրամ տուգանք պարունակող վեճերով մենք զրկել ենք վարչարություն իրականացնող մարմիններին վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից։ Այդպես մենք 30%-ով ըստ էության նվազեցնում ենք վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը։ Հետո վարչական դատարանում սահմանել ենք քննության ժամկետներ, որոնք որ գուցե մոտ ապագայում հնարավորություն չունեն չխախտվելու, եթե մենք մի քիչ չթոթափենք ծանրաբեռնվածությունը, բայց ամեն դեպքում ապագայի կանխատեսումն այն է, որ այդ ժամկետները 1-2 տարի հետո հստակ պետք է պահպանվեն, այսինքն խոսքը 6 ամսյա, մաքսիմում 1 տարվա ժամկետի մասին է, եւ այդպես եթե հողի վրա արվի, կարծում եմ, որ եւ պետական մարմինները եւ քաղաքացիները պետք է որ գոհ լինեն։ Ինչ վերաբերում է տեսչական մարմինների գործունեությանը կամ ստուգումների process-ին ու դրանց արդյունքում հաշտության կնքման